կխնդրեմ անդրադառնաք նաև շարունակվող այս ճգնաժամային իրավիճակին իշխանություններ եւ եկեղեցի։ Մենք տեսնում ենք, որ ամեն կիրակի այսպես դանդաղ քայլերով իշխանությունները Փաշինյանի առաջնորդությամբ գնում են իրենց այսպես կոչված ազատագրության պլանին։ Հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, մի կողմում եկեղեցին է իր իմաստնությամբ, լռությամբ, իր դարավոր դերակատարմամբ, մյուս կողմում իշխանությունները իրենց հրատապ հապճեպ որոշումներով, ուր պիտի հասնի այս ուղին, ինչպես հանգուցալուծվի։ Հանգուցալուծումը լեգիտիմիզմն է, իսկ լեգիտիմության առումով մեր ամենայն հայոց կաթողիկոսը, ամենայն հայոց հայրապետը Գարեգին II-ն է եւ չի կարող երկրի չինովնիկ, չի կարող որևէ երկրի որևէ չինովնիկ որոշի, թե կաթողիկոսը մեր ով է լինելու, առավել եւս, եթե նա դեռ հարցեր ունի իր նախկին մեղքերի հետ։ Թող նա մի հատ իր մեղքերի հարցով ապաշխարության գա, նոր մեզ հրամցնի իր տեսլականը եկեղեցու հետ կապված։